Այս մարդիկ օգտակար դառնան մեր ազգին, մեր ժողովուրդին, իրանց հարազատներին եւ աշխատում ենք ամեն կերպ, աղոթքով, Աստծո խոսքով, երգով եւ ոտանավորներով, որ նրանց դուրս բերենք այդ ընկած վիճակից, որ այդ օգտակարությունը լինի մեր ազգի համար առաջի հերթին։ Հոգեոր դասերը օգուտ տալիս են թե ոչ։ Ով է ցանկանում երկու խոսք ասել։ Ես կասեմ մասին, որ ես կարդացել եմ գրքեր Հիսուսի մասին, ես շատ ատորիկ է, ու մարդու մոտ իրոք վերափոխվում է մարդ։ Եթե իրոք ինքը վատ մտադրություններ ունի, հետևում այդ գրքերին, այդ մտքերին, անպայման մարդ կվերափոխի ու կդառնա նորմալ իր ընտանիքի ծառա, Աստծո ծառա։ Այսօր առիթ է ընձեռվում ձեզ ռադիոյի միջոցով հաղորդակցվել նույնիսկ ձեր հարազատների հետ, ինչ կցանկանայիք հաղորդել։ Ես կցանկանայի իմ հարազատներին եւ իմ ամբողջ հայ ժողովրդին հաղորդել այն մասին, որ հավատան Աստծո խոսքը, որովհետեւ դա իրոք պետք է մեր հայ ազգին, մեր տանջված ժողովրդին, որպեսզի նրանք ազատվեն այս փորձություններից, այս դժվարություններից։ Խնդրում եմ ներկայացեք։ Ապրում եմ Աբովյանի շրջան գյուղարինջում, Ավետիս Արծրունի Համբարձումյան։ Ես մի անցանք կատարեցի, որի համար շատ զղջում եմ ու մտածում եմ դեպի ոնց կլինի իմ կալանքի վերջը ու ես չեմ ցանկանա որևէ ջահելություն ու որևէ մեկը իմ նման խրվի հանցագործության մեջ անկախ իր կամքից ինչ անել։ Ես ոչ մեկին չէի ցանկանա, որովհետև ես ինքս ինձ զղջում եմ։ Ունեմ մի հատ ծերունի մայրիկ, որս շատ եմ զղջում ու իմ արածից էլ շատ փոշմանել եմ։ Հարգելի Գրիգոր եղբայր, ես երրորդ անգամ եմ ներկայացել այցելությանը, որը մեծ տպավորություն է թողել ոչ միայն իմ, այլ ընկերների վրա, բախտագից ընկերների վրա։ Մենք մեր բոլորի անունից ձեզ եւ ձեր հետ եկած այս լավ երիտասարդներին հայտնում ենք խորին շնորհակալություն։ Մենք կաշխատենք, որ ձեր խորհուրդները միայն պիտանի օգտագործել, հավատալ, ազնվանալ եւ բակուր սրտով դուրս գալ այստեղից։ Խորին շնորհակալություն։ Առանց խոսքի էլ կարելի էր հասկանալ, թե ինչ ազդեցություն ունեցավ հոգեվոր դասը։ Կալանավորները ծնկաչոք ապաշխարեցին։ Սա մեր անձնական կարծիքն է։ Սակայն ինչ են մտածում այս մասին Մեկուսարանի ղեկավարները, Մեկուսարանի պետ Մուշեղ Սաղաթելյան։ Արդյունքը նա եղավ, որ Մեկուսարանում շատ վատ սովորույթ կար հանցագործ աշխարհից, որ վնասում էին կալանավորները, դադաբարձալները իրենց։ Այդ քարոզներից հետո եղբայր Գրիգորի ընդհանրապես վերացան նման տիպի երևույթները եւ չի կրկնվում մինչեւ այսօր։ Դե մեր մոտ 5-ից մինչեւ 10-12 կալանավորներ են խծերում։ Եվ մեկը մյուսին արդեն սկսում է իր հոգեբանությունը պատմել,
եւ դաստիարակել իրեն ոգով, բայց Աստծո գործ լսելուց հետո նրանք իրոք փոփոխություններ կան։ Մեկուսարանի ռեժիմի եւ պահպանության պետ Սուրեն Հովանեսյան։ Եղբայր Գրիգորը մեզ մոտ այցելել է բազմաթիվ անգամ, տվել է երաժշտություն կալանավորների համար, այսինքն հոգևոր երաժշտություն, բացի հոգևոր երաժշտություն տվել է նաեւ գրականություն, հոգևոր գրականություն, որոնք կալանավորները եւ դատաբարձալները մեծ սիրով ընթերցում են, լինում են դեպքեր, որ զղջում են իրենց արածի համար։ Դա ինձ թվում է մեծ հաջողությունները, որ մենք հասել ենք դրան։ Վերջում մարդու հոգևոր վերափոխման համար կալանավորներին բաժանվեցին հոգևոր գրքեր եւ թերթիկներ, նոր կտակարանը, սաղմոս եւ առակած գիրք։